Դուք ասում եք, որ քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել։ Այդ դեպքում ով է հաղթել այս ընտրություններում, փաստացի հաղթանակ է գողացվել, մեղմ ասած, եթե այդպես լինում, ԿՊ-ն չի հաղթել ըստ ձեր հայտարարության, բայց իրենք հայտարարում են, որ իրենք հաղթել են այս ընտրություններում եւ հաղթանակ է գողացվել։ Մենք հիշում ենք, որ հաղթանակ գողացվելու դեմ պետք է պայքար տեղի ունենար, դա հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, ասելով, որ եթե մեր հաղթանակը գողանան, հեղափոխություն կստանան, դե փաստորեն արդեն ընտրություններից քանի օր անցել, մոտ 20 օր արդեն ոչ մի հեղափոխություն չտեսան։ Դա մեկ, դուք Սահմանադրական դատարանի վերաբերյալ ձեր տեսակետը հայտնեցիք, ըստ էության չեք կարող չհամաձայնվել անձնական տեսակետ ունենալով այդ կառույցի վերաբերյալ, հետևաբար տրամաբանությունը որն է դիմել մի մարմնի, որից սպասելիքները մեղմ ասած բավարար չեն, եւ սա արդյոք այն չի, որ ըստ էության փորձ է արվում պարզապես ժամանակշահին դիմությունը, որպեսզի օրինակ փողոցային պայքար չսկսի, որովհետեւ մարդկանց մի խումբ կար, վստահ եմ դուք ևս տեսած կլինեք, հարության մի հատ զգալի հատված այնուամենայնիվ ռադիկալ փոփոխությունների եւ գործողությունների անհրաժեշտություն էր տեսնում բուն ընտրությունների գիշերը, ընտրությունների արդյունքների նախնական հրապարակման առավոտը եւ ընդհանրապես ինչու եք դիմում մի կառույցի, որից սպասելիք չունեք։ Ընդհանրապես իրավական գործիքակազմի հետ կապված սա շատ հստակ եմ ուզում արձանագրել, դրա չիրացումը լրիվ այլ մեկնաբանման հնարավորություն է թույլ տալիս կատարելու, որը մենք նաեւ պրակտիկայում տեսել ենք։ Մենք տեսել ենք ինչպես է օրինակ Սահմանադրական դատարան չդիմելը մեկնաբանվում լրիվ այլ տիրույթում։ Դա կլինի Հայաստանի Հանրապետության ներսում, թե հատկապես միջազգային ատյաններում։ Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված խնդիրները սա հանրային եւ նաեւ միջազգային բնույթի բացահայտված տվյալներ են։ Այսինքն այստեղ նույնիսկ իմ պնդումը, երբ ես կատարում եմ կազմի վերաբերյալ խնդիրների, խոչընդոտների, սա անհերքելի է, բայց դա արդյոք բավարար է, որ ընդհանրապես Սահմանադրական դատարանում չվիճարկվեն ընտրության արդյունքները, այսինքն նույն այդ տվյալները որպես փաստ չներկայացվեն, ես այդպես չեմ կարծում։ Արդյոք նշվածը իրենից ենթադրում է որևէ մի գործողությունից խուսափել կամ այլ, բնավ ոչ։ Արդյոք Սահմանադրական դատարան դիմելն է ինքնին պրոտեստի արտահայտումը։ Ոչ, բայց դա անհրաժեշտ պայման է, կարծում եմ այո։ Առնվազն եկեք արձանագրենք, որ նաև շատ կարևորում եմ այն, բազմաթիվ արդեն մեր գործընկերներ հայտարարել են, որ վաղը լինելու են Սահմանադրական դատարանի դիմաց։ Արդյոք դա է լինելու այն բավարար երաշխիքը, որ օրինակ Սահմանադրական դատարանից մեր հայրենակիցները դրական ակնկալիք ունենան։ Ոչ, բայց մի բան հստակ է։ Սահմանադրական դատարանը նաև բոլոր դեպքերում որպես երրորդ անձ ներգրավել է նաև քաղաքացիական պայմանագրին։ Դուք հնարավորություն կունենաք եւ ես կարծում եմ նաև ինչպես միշտ զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը եւ առաքելությունը չափազանց կարեւոր է։ Դուք նաև հենց կօգնեք մեզ, որ մեր հանրությանը ներկայացնենք բոլոր փաստարկները, որ մեր հայրենակիցները եւս մեկ անգամ տեսնեն, թե մենք ինչ աստիճան ոչ ազատ եւ ոչ հավասար պայմաններում ընտրություններ ենք ունեցել։ Դրանից արդեն թե ինչ հետևություններ կկատարվեն, բողոքի ինչ արտահայտման ձևեր կլինեն, կարծում եմ ժամանակը ցույց կտա։